գաղափարը, որ պետք է ունենանք մուլտֆիլմ, քանի որ արդեն հարստական բանականությունը թույլ էր տալիս, առաջին մեր փորձը ձևը 3-ից 4 րոպե գեներացրել էինք պատկեր, որ կերպարը պահել էր ամենասկզբից մինչև վերջ, անփոփոխ էր մնացել արտաքինը, ու մտածինք, որ եթե 3-ից 4 րոպեն արդեն մենք կարողանում ենք, միգուցե փորձենք 80 րոպեին, ու արդեն այդ ընթացքում քննարկում էինք մտահղացման համահեղինակ Աշոտ Աբրամյանի հետ քննարկում էինք կոնկրետ որ ուղղությամբ ենք ուզում որ լինի մեր պատմությունը, ինչ ներկայացնենք, մոտավոր գիտենք որ պետք է էպոս անենք ու վերջում կանգնեցինք հենց այդ ընտրության վրա փոքր մեհերը, որովհետև իր կերպարը ամենաառցվածային աստից, ամենաոչ ավարտումն է, որովհետև մյուս բոլոր հերոսները իրանց պատմությունը ոնց որ հասնում է մի հատ ավարտական կետի ամփոփում ունենում են, բայց մեհերինը անավարտ է։ Ու մեզ հետաքրքիր ամենասկզբի փուլում քննարկում ենք ոնց ենք անում, մենք ենք մտնում էպոսի մեջ, թե էպոսի հերոսը գալիս է մեր օրեր, հասկացանք, որ իրեն ավելի հետաքրքիր կլինի մեր հետ, քան մեզ էպոսի մեջ, ու դրա համար որոշեցինք բացել ագրավակալի դուռը, մեհերը դուրս գա ու հասկանանք ոնց իրեն կտրսևորի, ու նաև հարկ եմ համարում նշել, որ AI-ի նույնիսկ արհեստական բանականության օգնությանը մենք դիմել ենք բացառապես պատկերի գեներացման մասով, այսինքն պատկերները շարժապատկեր դարձնելու համար, մնացած ամբողջ աշխատանքը ներգրաված է եղել 50-ից ավել անձնակազմ, դերասանները, ովքեր որ մարմնավորել ենք, տեսնում եք, մի մասը արդեն այստեղ նստած են, իրանց շնորհիվ արդեն մեր կերպարները սկսեցին կյանք ստանալ, խոսել, շարժվել, ու սկսած օպերատորներ գրավելուց, որ յուրաքանչյուր պատկեր օպերատորը մեզ մոտ Վագն Տեր-Հակոբյանն էր, յուրաքանչյուր կադրի պատասխանատուն էր, իր համար էր ափսոս ինքը էսպայն հիմա գտնվա Թիֆլիսում նկարահանման, մեծ սիրով ներկա կգտնվեր, ինքը ամեն կադրը բացատրում էր մեր թիմին, արհեստական բանականության մասնագետներին, ինչ ա ուզում որ կադրում լինի, թիմը այդ արդեն բացատրում էր արհեստական բանականությանը։ Կխնդրենք ներկայացնեք դերասանները ում կերպարն են ձայնավորել եւ պատմեք բարդությունների մասին, արդյոք եղել են դժվարություններ, վերջին հաշվով գործ ունենք արհեստական բանականության հետ, որը մարդ չի, չունի էմոցիա։ Միանշանակ պետք է ասեմ, որ երևի կերպարների մեծ մասը ամենայն սկզբնական փուլում, սցենարական փուլում, բոլոր սցենարական թիմի մտքում կային այդ կերպարները, երբ որ մենք գրում ենք Վահան Պապու կերպարը, մենք բոլորս պատկերացնենք, որ դա պետք է մարմնավորի Լևոն Հարությունյանը։ Ու նույն կերպ նաև մնացած դերասանները, ովքեր որ ներգրաված էին, Արևիկը, Արև ասեմ Արուս, Արևը, Արուսը, օքեյ, Սոսը, Ջանիբեկյան, Սոս Ջանիբեկյան, մեհերը գլխավոր հերոսն այն, պատմիչը Ֆորեն Լևոնյանն է, իսկ հիմնական բարդությունները եղել, որ արհեստական բանականությունը երբ որ գեներացնում է, իրեն շատ հեշտ է գեներացնել խոսքը, որը որ անգլերեն է, ռուսերեն կամ այդ լեզուներն են, որովհետև ինքը ունի մեծ բազա սնվելու համար, այսինքն սնուցվում է համարյա բաց ռեսուրսներից կարողանում ամբողջ, բայց քանի որ հայերեն խոսքը դեռ իր համար ընկալիչ չէր, ու հիմնականում այդ շփումները ունենում էինք որոշ խնդիրներ, իսկ այդ արդեն լուծեցին մեր դերասանները, այսինքն որոշակի մասով սցենարական շեղումներ անում էին ու փորձում էին տեքստը համապատասխանեցնել ըստ միմիկայի, ըստ շարժմանը, այ օրինակ այստեղ մի փոքր շրթունքը ներքև արեք, այլ ինչ որ ասել չգիտեմ, մոտավոր այդպիսի լուծում տալ, այսինքն դերասանների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մենք կարողացանք այդ կերպարների Միշտ բոլոր կերպարները կխոսեն իրենց համադժվարություններից եւ այլն, կուզեմ նաեւ մշակութային եւ էթնոգրաֆիկ ճշգրտության մասին խոսել, որովհետեւ կան տարրեր, ինչպես հասկացանք, հայկական մշակույթի, արդյոք մասնագետների հետ եք քննարկել, որպեսզի այն ամեն ինչ լինի հայկական, ճիշտ ու թիրախ չդարձնենք, հա մուլտիկայտան։ Շատ լավ, հենց որպեսզի թիրախ չդառնա, հենց առաջին մասնագետը, որին որ մենք ներգրավել ենք, դա եղել է Վահե Քոթանյանը, ազգանը ճիշտ ասեցի չէ, միշտ Վահե ազգանը Քոթանյան, Վահե Քոթանյանի ներգրավել ենք, ինքը տարազի լավագույն մասնագետներից մեկն է Հայաստանում, իրեն հրավիրել ենք, ասել ենք, մենք այսպես ենք պայմանավորվում, դու ամբողջությամբ գծում ես փոքր մերի հագուստը, չգիտեմ, թիկնոցը,
աբադը, ամեն ինչը, որ համապատասխանի թե ժամանակահատվածին, թե համապատասխանի աշխարհագրությանը, այսինքն ըստ բնակլիմայական պայմանների հագուստ են կայ։ Ու